Ողջույն։ Ինձ երբեմն նախատում են, որ ես Երևանի հետ կապված կամ Հայաստանի հետ կապված ընդհանրապես նկատում եմ միայն վատ բաները, բացասական երևույթները, ու այնքան լավ բաներ կան, որ չեմ նկատում։ Իրականում պետք է խոստովանեմ, որ լավն էլ եմ նկատում, վատն էլ եմ նկատում։ Լավի մասին էլ եմ խոսում, վատի մասին էլ եմ խոսում։ Պարզապես վատը, քանի որ ավելի շատ է, դրա համար ավելի հաճախ խոսում եմ վատի մասին, հուսալով, որ ինչ որ մեկը կլսի, ինչ որ միտեղ կհասնի, ինչ որ մի փոփոխություն կլինի այդ վատի հետ կապված։ Օրինակ, այդ վատերից մի հատ այնպես ապուշ երեք իրավիճակ եմ տեսել, որ այսօր ուզում եմ երևի այն նոր հիշեցի, զանգեմ մի հատ քաղաքապետարան, փորձեմ այդ հարցին մի լուծում տալ, մի հասարակ բան։ Օրինակ, Երևանի բնակիչները, ովքեր գնում են, ասենք, երբևիցե Զվարթնոց օդանավակայան ինչ-որ մեկին դիմավորելու, ուրեմն անկասկած նկատել են, որ հիշում եք, ուրեմն Մարգավանդի գայի պետավտոտեսչության պոստներ, դրանից իջնում ես ներքև, առաջի խաչմերուկը, առաջի ուրեմն լուսամփոփից ձախ եկանում մտնում ենք ուրեմն Զվարթնոց օդանավակայան։ Ուրեմն այդ ձախը անելու համար 3 երեկոյան, որ սուտ չասեմ, մենք մի մոտ 30 րոպե կանգնել ենք այդտեղ, որովհետև այդ կանաչ գիծը, կանաչ սլակը, որ թույլ է տալիս ձախ անելու, այնքան դանդաղ է, այնքան կարճ է, ու միանում է երևի ամեն մի 4-5 րոպեն մեկ, ու այնքան կարճ է տևում, որ հասնիվ 2-3 մեքենան հասնում ձախ անելու։ Ու զարմանալի է, որ քաղաքապետարանի աշխատողներն են գնում, վարչապետին չեմ ասում, Նիկոլիկը, որ գնում է Շարասյունը, սա բանն է, երկիրն է փակում են, որ ինքը անարգել կանցնի, բայց բանը չինովնիկները, նախարարներ, մարդիկ, ոնց է, որ մեկը չի նկատում, մեկը չի փորձում դրան մի հատ լուծում տալ, իսկ դրա լուծումը այնքան հասարակ կարող է լինել, որ ասենք ձախ թույլատրվի ոչ միայն ձախ գծից, այլև նաև աջ կողմի գծից, որը նաև ուղիղ շարունակում է ճանապարհ Էջմիածնի կողմը, եւ ասենք մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ասենք չվերթների 95%-ը ժամանում են Երևան գիշերը 1-ից հետո, որովհետև դա ավելի սպասարկումը գիշերային սպասարկումը ավելի էժան է ավիաուղիների համար, դրա համար շատ ու շատ ավիաուղիներ ժամանում են գիշերվա 1-ից հետո, ուրեմն գիշերը կարելի է 12-ից հետո ասենք բանա էլի, ոնց են ասում, IT տեխնոլոգիաների բանա դարա, AI-ի դարա, այդ լուսամփոփը դրա մասին իրա բարեկամ Մարուկյանն էլ է խոսացել, որ կարելի է անել սարքել 12-ից հետո, ասենք կրկնակի ավելի երկար այդ կանաչ սլակը վառվի, ավելի երկար կանաչը միացած մնա ու ավելի շատ մեքենաներ հասցնեն, էլի, դա էլեմենտար, այնց ու այնքան դա մի փոքրիկ բան է բացասական, որ ես երեք նկատեցի, անկասկած շատերն են նկատել, բայց տարօրինակ է, որ ոչ ոք դրա մասին չի խոսում, այնց որ դրանցից մեկն է, էլի, որ նկատում եմ, խոսում եմ, բայց լավ բաներ էլ շատ կան, օրինակ շատ լավ բան ասեմ, 3-4 օրը մենք այցելել ենք 2 օր առաջ ես Երևան մոլը, գիտեք, այդտեղ կրկեսից մի քիչ ներքև է, ցնցված էի այնպիսի ժամանակակից մոլ ունենք Երևանում, գեղեցիկ, հարդարված, մաքուր, լավ սպասարկում, սրճարաններով, ավտոկանգառատեղի։
Եվ վերջում իհարկե վճարեցինք կանգարի համար, հանդուրագիրը տվեց, գեղեցիկ քաղաքավարի ձևով դուրս են գալիս դեպի կանգար։ Հոյակապ էր, պետք է ասեմ, որ ցնցված եմ, հոյակապ, բայց դուրս ես գալիս ես հեքիաթային մոլից ու նայում ես ես հնաբոչ, կիսաքարուքանդ, գավառական տեսք ունեցող այս շենքերին, բնակարաններին, սեփական տներին արդեն մի քիչ նորից հայտնվում ես իրականության մեջ։ Քեվից է, ասենք, այսինքն լավ բաներ կան, լավ բաներն էլ եմ նկատում, բայց հիմնականում ուզում եմ նշել երկու լավ բան, որ այսօր նկատեցի, որ դրա մասին խոսեմ, ասեմ, որ չասեք չեմ խոսում։ Ուրեմն առաջինը, կրպակները քանդում են։ Տեսա այսօր, կարծեմ Աբովյան փողոցի վրա կրպակներ են քանդում, շատ լավ որոշում է, շատ շուտ պետք էր անել, որովհետև սա քաղաքը կրպակ է, ամենուրեք մայթերը կտրել են, գողացել են, վերցրել են, բերել են կրպակներ են, դրա ամեն կրպակ ջուր ունի, զուգարան ունի, հետո ասում են անձրևա գալի ջրհեղեղ է լինում, որտեղից կամ վիոլա ջուրը չի ասում ջուր տա, որտեղից ջուր տա, որ բերել եք մի քառակուսի կիլոմետր վրա 5 հատ բնակելի շենք եք ավելացրել, այդ շենքերին բոլորին ջրամատակարարում է պետք, կոյուղի է պետք, դրա համար էլ այդպես խնդիրներ են առաջանում, բայց որ կրպակները քանդում են քաղաքի տարբեր մասերում շատ ճիշտ են անում, որովհետև մեքենայով եթե շրջում ես քաղաքով մեկ, տեսնում ես ամեն փողոցի վրա մի 5 հատ ուրեմն դեղատուն է, մի 4 հատ ուրեմն քյաբաբ է, մի 5 հատ շավուրմա է, մրգի խանութ է, ասես նույն կրկնվող այդ սուպերմարկետներն, անդադ այդ կրպակներն էլ մայթերի կեսի շատը գրավել են, անցնելու տեղ չկա, քայլելու տեղ չկա, ես չեմ էլ ասում, որ ինչ-որ մի հաշվանդամ սայլակով ուզենա անցնի, այդ մայթերը մեկը վերև այշնում, գնացեք մի հատ Սայրան փողոցից, սենց բանով, Պուշկինով իջեք, միջև ասենք, ուր ասեմ, միջև Սախարովի հրապարակ, մի հատ ուղիղ մայթ չկա, մի հատ լայն մայթ չկա, այնպես որ ինչքան հնարավոր է կրպակները քանդում են, լավ են անում, հələ որ խելոք լինեն, եթե օրենք էլ գործի, այդ ով որ եկել է առաջ, դրանց այդ բանն էլ խանութի դեմը պետքա քանդեն, հետ տան ու ամենակարևորը, որ ես կողմնակից եմ կուզենայի որ լիներ, կրպակը քանդում են, կրպակի տերը ինքը պետքա վճարի այդ քանդման ծախսերը եւ աղբը դուսանելու համար, կամ ինքը կամավոր պետքա ուրեմն շինարարական բրիգադ վարձի բերի բեռնատարով այդ իր աղբը ոնց որ բերել է ինքը տեղ մի հատ բանա սարքել, կրպակա սարքել, հավաքի տանի կամ եթե դա քաղաքապետարանն է անում, այդ մարդը կրպակի տերը այսօր մեքենային ցույց են տալիս, հենց բանով ճոռո խոսալով բան տարիքով մարդեր, բայց ընդ լրագրողը հարցնում է ձեզ նախապես զգուշացրել են, ինչ ես ուզում որ ասեմ, համենայնդեպս իրանք պետքա վճարեն այդ աշխատանքի համար, որովհետև այդ բանվորները, որ եկել են կրպակը քանդում են, այդ աղբը դուրս են հանում, դա քաղաքապետարանն է վճարում, քաղաքապետարանն էլ նշանակում է Երևանի բնակիչներն են վճարում։ Ուրեմն այս մարդը բեր օրինական հարկ չի մուծել, տարիներով կրպակա դրե, մեծ գումարներ աշխատել, ճոռո եւ այլ, քաղաքով մեկ երևի 10-15 հատ կրպակա դրե, հիմա էլ Երևանցի պետքա վճարի այդ կրպակը քանդելու համար, ինչի համար, թողիկն էլ վճարի։ Այդ սա պետքա լինի, եւ երկրորդ լավ լուրը որ տեսա, որը իհարկե Երևանում երբեմն կրում է սենց ձևական շոու հիշեցնող բնույթ, այդ մրգավաճառներին կամ փողոցային առևտուրը, որ հավաքում են, տանում են, այդ որ ասենք որոշ ժամանակա մեկ նկարելու համար գալիս են, ասենք Մաշտոցի Պողոտայի նախկին Սև շուկայի մոտից են անում տարբեր, սա քաղաքը դա է, տեսել եք, բոլորը գիտեք,
ինչ որ միտեղ կարելի է հասկանալ մարդ են, փող են աշխատում, մեկը իր աճեսասնա բերել, իհարկե շատ քիչ թվով դրանցից կան, հիմնականում առևտրականներ են, ուրիշից առել են, բերել են, դրել են, բայց այնքան տգեղ է, այնքան վատ է, այնքան հակա սանիտարական է, այդ արևիտակ այդ զմերուկը, ձուկը եւ այլ, փողոցով քայլում ես շենքերի տակը շատ գեղեցիկ պտուղ բանջարեղենի խանութներ կան, որ գեղեցիկ կարելի է մտնում ես, ընտրում ես, կշռում ես, վճարում ես, այդ փողոցային առևտուրը իսկապես իհարկե դա լավ կլինի, որ այնպիսի հաստատական բնույթ կրի, որ դա չկրկնվի, որովհետև դա դրեցին, գնացին վաղը մյուս օր այդ մարդիկ նորից գալի դնում են, նորից նույն պատմությունը, ցանկալի է, որ այդ բռնա գանձված պտուղ բանջարեղենը ոչ թե քաղաքապետարանի աշխատակիցները նստեն մեքենայի մեջ իրար մեջ անեն եւ այլ դա ուղեն դեպի սերանոցներ, մանկատներ, այդպիսի կենտրոններ, կարիքավոր ընտանիքներին տանեն նվիրեն գոնե, չթափեն այդ ուտելիքը, նվիրեն այնտեղ ամբողջ Միացյալ Նահանգներով նայում ես կազմակերպություններ կան, բարեգործական եկեղեցիներ կան, եկեղեցու մոտ իրիկունի 7-ին կարիքավորները հավաքվում են, հերթ են կանգնում իրանց անվճար ուտելիքա բաժանվում ամեն ինչ բանջարեղեն, պտուղ, հյութեր, պահածոներ, այսպես տեղը արեք, եթե բռնագրավում եք, տարեք կարիքավորներին բաժանեք։ Բայց ցանկալի է, որ այդ երևույթը դրա համար էլ ժողովուրդը պետքա այդ պտուղ բանջարեղեն վաճառողը պետքա գա հասնի մի գիտակցության, որ ինքը հասկանա եւ գնորդը, որ դա չպետք է անել եւ այդտեղից չպետք է գնել։ Մեր հարևանի բնակարանում պարզվեց, որ վերևին է կողքինն է մետրոյի շինարարությունը շարունակվում է, այն աջափնյակը չկարողացան կառուցեն, այնտեղ կայրան, այստեղ կողքի բնակարանում արդեն այս 10 օրա մետրո են կառուցում, շաբաթ կիրակի օր առավոտվա 9-ից մինչև գիշերվա 1000-ը, այնպես որ այս ձայնը այնտեղից է գալիս, չիմանաք թե իմ հեռախոսի հետ խնդիրներ կա։ Սա է ուզում ասեի, հա, այս պտուղ բանջարեղենի հետ կապված էլ մի երկու անգամ եթե նայեք իմ հին զայնագրությունները, ես տեղադրել եմ, թե Նյու Յորքի պես մեգապոլիս քաղաքում, այդպես մի խելագար քաղաքում, այնտեղ էլ կա այդ փողոցային մրգերի առևտուրը, բայց քաղաքային իշխանությունները թույլատվություն են տվել, հիմնականում կարծեմ հնդիկներն են դրանով զբաղվում։ Ցես մի հատ հայկական ոճով, ես կասեի այդպես, մի հատ շատ տգեղ այն պաչեբնիկ անիվների վրա ինչ որ մի հատ շարժական sense տախտակից սարքած տիպիկ երևանյան տեսքով, էլի կամ տիպիկ են մայրուղիների ճանապարհների վրա որ դրված ալում են sense ինչից գտել են մի հատ բան են սարքե տակը դրեց իրան, այդ տեսքով Նյու Յորքում տարօրինակ է, չէ, Նյու Յորք քաղաքի համար։ Ատեն շարժական բան է դրած, բայց այդ մարդը 24/7-ով այդտեղ երևի քնում է, ապրում է կամ փակում է գնում գալիս է, այդտեղ դրած կշերքով միրգ ու բանջարեղեն է վաճառում, դրա զայնագրությունը կա, ես հիմա կգտնեմ, կտեղադրեմ, ուրեմն մեկնաբանություններում այդ բանը, սեղմեք, տեսեք թե դա ինչպես է Նյու Յորքում լինում։ Հիմա Երևանը ավելի առաջադեմ քաղաք է, քան թե Նյու Յորքը, ավելի քաղաքակիրթ, ավելի մարդիկ ավելի գրագետ են, ավելի խելաց են։ Այդ բանից էլի այդ ինչ են ասում, տախտակներից կամ տուփերից բանը մի չեք ընդունում, գեղեցիկ կրպակներ սարքեք, քաղաքի տարբեր մասերում էլի, որտեղ մարդաշատ են, որտեղ առևտուր է, որտեղ այդ փողոցային առևտուր անողները կանգնում են, իրանց վերացրեք, երկու հատ գեղեցիկ կրպակ դրեք, թող այդ մարդիկ սիմվոլիկ ինչ-որ մի հատ էլ գումար մուծեն լիցենզիա հանելու համար, բերեն իրանց այդ ելակա կանաչյա բանը դնեն այդտեղ գոնե այդտեղ վաճառեն։ Ասենք ինչ որ ինքը փակվի, բալանյով լինի կամ ամառը պատանները բացվող որ օդ խաղա, ձմեռը եթե կուզեն նորից առևտուր անեն, այդտեղից առևտուր անեն, գեղեցիկ ինչ որ կրպակ դրեք, ինչ որ գեղեցիկ դիզայնով, բան զարդաքանդակներով, չգիտեմ, ներկված գեղեցիկ հայկական ավանդույթի համաձայն ինչ որ մասիսար եւ այլ կուժով աղջիկ, այդպես գեղեցիկ որ աշկին հաճելի լինի, բայց իհարկե ոչ թե մայթի հենց մեջտեղում որ անցորդների խանգարի, այլ մի քիչ մայթ եզրին ասենք օրինակ, չգիտեմ, քաղաքում ահագին տեղեր կա, որ իրանք միրգ են վաճառում, այդտեղ մայթերը այնքան լայն են, որ ոչ մեկին չի խանգարի։ Բայց ասածս այսօրվա դա էր կարճ, համեմատաբար կարճ, որ կան նաև դրական երևույթներ Երևանում, արդեն նշեցի Երևան մոլը, այցելեք, եթե ի վիճակի չլինեք, որոշ բաներ թանկ լինեն, որոշ գնումներ մաչելի է, բայց այնքան հաճելի է այդ մոլը, որ մտնել ուղղակի մի ժամ շրջել, մի հատ սուրճ խմել, դուրս գալ։ Շատ գեղեցիկ երևույթ էր իհարկե, եւ իհարկե այսօրվա գեղեցիկ երկու երևույթը, որ նկատեցի, կրպակների քանդումը եւ փողոցային առևտրից քաղաքը մաքրելը։ Անեց որ չասեք, հա, լավն եմ նկատում։ Ամենայն բարիքներ ձեզ։ Կհանդիպենք։